Արև ձեզ։ Եվ այսպես անցյալ շաբաթ Մյունիքի շրջանակներում բավականին ծավալուն խոսքը փոխանցեց նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի շեշտադրումներ 2018-ի տեղի ունեցածների վերաբերյալ պատերազմ, ինչպես գերեվարվեցին մեր ռազմաքաղաքական գործիչները Արցախի։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, եւ մենք տեսնում ենք այդ օրը կարծես Փաշինյանը չէր քնել։ Իհարկե չէր քնել, նա էլ էր մինչև լույս առավոտ շուտ էլ սկսեց հիմար պոստեր գրել։ Դե նախագահի այդ հարցազրույցը շատ լավն է, սպառիչ պատասխաններ տվեց։ Ես վստահ եմ ցանկացած խելացի մարդու մոտ, ում մոտ որ կային հարցեր ու հետաքրքրում էին այդ հարցերի պատասխանը, նախագահան տվեց։ Սա կասեմ, ավելի կոնկրետ ասեք ինչն է հետաքրքիր, ես արդեն պատասխանեմ։ Հիմա տեսեք, երբ նախագահը խոսեց 2018-ին տեղի ունեցած իրավիճակների դեպքերի մասին, այսօր Նիկոլ Փաշինյանը ասում է, որ սուտ է խոսում ստեյության։ Մի րոպե ասեմ, հետո դուք ասեք։ Ուրեմն Սերժ Սարգսյանը 30 տարի ղեկավարել է պետություն, ղեկավարել է ուժային կառույցները, ԿԿԲ, ՄՎԴ, բանակը, չէ՞, ինքն է միշտեղ այդ ամեն ինչի ղեկավարը ինքն է եղել։ Նույնիսկ եթե մի նախարարությունից տեղափոխվել է մի այլ նախարարություն, էն էլ է ինքը էլի ղեկավար է։ Սերժ Սարգսյանը 90-ականներից մինչև 18-ի բոլոր ուժային կառույցները ինքն է ղեկավարել, անկախ նրանից թե վարչապետ է եղել, նախագահ եղել, թե ասենք նախարար է եղել։ Հիմա այդ կարգի մարդը օթում բան խոսա, օթում բան չի խոսա։ Եթե Սերժ Սարգսյանը խոսում է, ինքը ապացույցներ էլ կունենա։ Ես վստահ եմ ապացույցներ էլ կունենա։ Օթում բան չի խոսա։ Իսկ ով է եղել Նիկոլ Փաշինյանը։ Սաղ կյանքում օթում խոսացող, մուտիլովկաներ անող սուտասան մարդ է եղել, որը հազարավոր դեպքեր մենք բոլորս էլ գիտենք, մեր աշկի դեմ եղել է, թե ոնց է ինքը խափ է, ոնց է սուտաս է։ Այսինքն ստեղից պարզ է, ենթադրենք ես չգիտեմ, բայց մի կողմից եթե խոսում է Սերժ Սարգսյանը, մի կողմից էլ Նիկոլ Փաշինյանը, բարձ չի ում պիտի հավատաս։ Սերժ Սարգսյանը ապացույցներ էլ կունենա, ես վստահ եմ։ Սերժ Սարգսյանը օթում բան չի խոսա, շարքային նույնիսկ ուժայինի աշխատող օթում բան չի խոսա։ Ու մնաց Սերժ Սարգսյանը, որ պետությունա ղեկավար է, ուժային կառույցները 30 տարի ղեկավար է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը իր սաղ կյանքը հայտնի եղել իր մուտիլովկաներով, սուտ բաներ գրելով, սուտ բաներ ասելով, սրանա գլխին սարքելով։ Բնական է, որ ինքը խափում է։ Հիմա ասում է Կարապետյանը 2018-ին Սերժ Սարգսյանը ասել է, որ ինքնազատում են եւ հեղափոխական process-ը չի շարունակվում։ Ես ասել եմ, որ բացառվում է։ Իսկ փոխվարչապետի պաշտոնի մասին ընդհանրապես որևէ խոսակցություն տեղի չի ունեցել։ Դե հենց այդ եմ ասում, Մարիամ ջան, որ հենց այնտեղը Սերժ Սարգսյանը բան չասի։ Բնական է, որ թե Սերժ Սարգսյանը ասում է ապացույցներ ինքը կունենա։ Այսինքն հավատացեք Սերժ Սարգսյանին, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին։ Սա կասեմ ես։ Ինչու է իրենք գործրել, ասում որ դուք եք ասում, կանոն չէր քնել հարավոտ։ Բնական է թե Սերժ Սարգսյանը խոսում է պիտի լսի, ոնց կարող է պատահի չլսեր, ջախջախիչ ձևի պատասխանները Սերժ Սարգսյանը բոլոր հարցերի պատասխանները ջախջախիչ ձևի տվեց, դրա համար էլ կատաղեց առավոտը հելեր հիմարություններ էր դուրս տալիս։ Ես էլ եմ լայվ մտել, ես էլ իրան եմ անդրադարձել, իր տված հիմարություններին եմ։ Կարաք հիմա ասեք ձեր ինչա ասե, ինչ պոստերա գրե, ասեք, հիշասեք, հենց հիմա նորից պատասխանեմ իր ասած հիմարություններին, որը որ առավոտ շուտ ինքն վրա որ պոստեր էր գրում։ Ասեք, հերթով ասեք, ես ասեմ։ Իհարկե ծանոթ եմ, ես դրան պատասխանել եմ, լայվ նյուզում եմ պատասխանել մի քանի օր առաջ, երեք էլ անտիֆեյքում եմ էլի պատասխանել, ինքը որ ասում է մերժվածը, չէ՞, սենց հիշացրեք հիմա ինչ ասել, չի իմ մեջ ֆիքսում եմ դրա խոսածած, էլի, մերժվածը, ես ասում եմ հավերժ մերժվածը դուք եք։ Եթե 18 թվին Սերժ Սարգսյանին ժողովուրդը մերժեց ու ես հենց այն վախտել տենց կանխատեսում էի, որ ընդամենը կարճ ժամանական ժողովուրդը փոշմանելու է իր այդ քայլի համար։ Իրոք հիմա ժողովուրդը փոշմանել է։ Նույնիսկ հակասերժական տականքները, որ Սերժ Սարգսյանի դեմ են աշխատում նաև այսօր, իրանք էլ չեն ասում, որ իրանք մասնակցել են 18 թվի process-ին։ Այդքան վատ բան է այդ 18 թվի մերժելը։ Նույնիսկ հակասերժական տականքները Սերժ մերժելու մեջ մեղադրում են Սերժին։ Դուք պատկասում եք այդ ինչ վատ բան է այդ իր ասած այդ մերժելը։ Այսինքն պարզից էլ պարզ է, չէ՞ որ հանրապետականները էլ մերժված չեն։ Իսկ իրանք
Ալեն Սիմոնյանները, ԿՊ-ականները հավերժ մերժված են, պատմության մեջ հավերժ մերժված, իրանք արդեն իրանց անունը գրել են որպես հավերժ մերժվածներ։ Ես ինչ եմ ասում, վաղը չեմ իսուր Ալեն Սիմոնյան, եթե դու գործից դուրս գաս, իշխանություն ունես, դու կարաս Հայաստանում մի կետից գնաս մյուս կետ, չես կարա։ Որ դե տենան թքելու են վրեդ, որ դե տենան թքելու են վրեդ։ Դրա համար ես ասում եմ իրանց համար ամենաուժեղ պատիժը վաղը չեմ իսուր ոչ թե մարդիկ ասում են օրենքով պետք է լինի, մյուս մարդիկ ասում են չէ, սենց պետք է լինի, ես ասում եմ չէ, մի նստեցրեք։ Նախ ես առհասարակ նստեցնելու դեմ եմ։ Ցանկացած մարդու ոչ մեկի կալանավորվելը ես չեմ ուզում ու չեմ էլ ուրախանում, որ կալանավորում են։ Այդ իմ տեսակն է։ Կոնկրետ իրանց վրա ասում եմ ինչ պատիժ։ Երևանում տուն տվեք, եթե չունեն, եթե ունեն ավելի լավ։ Ասեք Երևանի մեջ ապրեք։ Ալեն ջան, Երևանի մեջ ապրի։ Հələ տենամ կարալու ես հարևանի տուն եթաս։ Կարալու ես խանութ եթաս։ Մարդիկ դուսը շարվել են, որ հենց քեզ տենան հերթով թքեն վրեր։ Այ այդ պետք է իրաց ամենաուժեղ պատճառը։ Ապրեք Երևանում, ապրեք։ Այլ ապրեք տենամ կարալու եք ապրեք։ Դա համար մարդը պետք է նենց ապրի, որ իշխանությունը հավերժ չի, քո արած գործերն է հավերժ մնում։ Նենց ապրի, որ իշխանությունը թողելուց հետո կարնա գլուխը բարձր ապրի։ Հանրապետականները այսօր ազատման են գալիս, մեկը դուսը մի հատ բան ասում, հա։ Աշոտյանին ասում էր Այդ ալեններ ասում էր Աշոտյան եղիստից։ Ես էլ են անգամ ասեցի, թե ժողովուրդը մի հատ Աշոտյանի մի անգամ ասլա սիկտի, հետո փոշմաներ այդ ասելու համար։ Այդ ասողները փոշմաներ են։ Բայց ձեզ սյունած ողջուններ էին հղում, դուք եք խոսում հələ ժողովրդի տված անուններից արա։ Մոռացել եք սյունած ողջունները։ Մոռացել եք բունկերի ծակ մտնելը, որ սաղը բունկերի ծակ միտ նոյեմբերի 9-ին։ Հասկանում եք։ Ասեք էլ ինչ ասում ես, չէ՞ ես ֆիքսել եմ։ Ես իրան այնտեղ ինքը վիրավորում էլա Սերժ Սարգսյանին, ես հայհոյանքներով եմ իրան պատասխանել լայվ մյուզից էլ, երեք էլ անտիֆեյքում էլ, հիմա էլ եմ ասում, ով Սերժ Սարգսյանին վիրավորում, ես իրան 10 անգամ ավել այդ նույն բառապաշարով վիրավորում եմ, այդ թվում նաև Ալեն Սիմոնյանին։ Ես ասել եմ, երկու առաջ եթե նայեք Մերժվածը սովորություն ունի մարդկանց փուրը տալու եւ դրա վրա դիվիդենդներ հավաքելու, կրվածնելու եւ կողքից վայելելու։ Դե մի հատ օրինակ բեր էլի, մի հատ օրինակ բեր, ումա փուրը տվե։ Ումա փուրը տվե։ Ում նկատի ունի, մի հատ ասեք էլի, ում նկատի ունի, որ Սերժ Սարգսյանը կյանքում ինչ-որ մեկի փորն ատվե։ Սերժ Սարգսյանը մենակ ազատագրել է, հաղթել է, սաղին բրդել է առաջ։ Սաղի համար կանաչ ճանապարհներ է բացել մենակ։ Սերժ Սարգսյանը մեզ բոլորից պարգևել է երկու հատ անկախ պետություն, Հայաստան ու Արցախ։ Մեզ տվել է արժանապատվություն, մեզ տվել է հաղթանակներ։ Կառուցել է, զարգացել է անհատների համար, մենակ իրանց ճամփեք։ Հայկական շախմատը, որ այսօր գերտերությունն է, Սերժ Սարգսյանը չարեց, փուրնա տվե շախմատիստներին։ Հələ մա ասեք էլի ումա փուրը տվե, մեկին մի հատ անուն տվե, որ Սերժ Սարգսյանը փուրը տված լինի։ Բացի բոլորի համար մենակ անելուց։ Թե որպես ընկեր, թե որպես ղեկավար, այն իրա մանկության ընկերների համար են ամեն ինչ արել։ Այսինքն Սերժ Սարգսյանը ոչ թե մենակ լավ ղեկավար է, այլ նաև լավ մարդ է եղել։ Դու չես գտնի մի տեղ, որ Սերժ Սարգսյանը իր ապրած կյանքի մեջ մեկին վատություն արածալի։ Հենց կագրած շատ սխալ հասյով են այդ բառերը ասում։ Այդ փուրը տվողները իրանք են։ Փուրը տվողները հենց իրանց թիմն է, իրանց ղեկավարի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հաջորդ օրը նաև հրապարակվեց Նախագահ Քոչարյանի հարցազրույցը Կավալուն նոյեմբերի 9-ի տաղերը պատերազմը որ վերել էին, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Մարիամ ջան, մեր 3 նախագահներն էլ ես միշտ ասել եմ, նրանք 3-ն էլ հաղթանակած նախագահներ էին։ Ռոբերտ Քոչյանի հարցազրույցները իհարկե շատ լավ հարցազրույց էր, ու ով 3 նախագահներից որևիցե մեկին կպնում, նա Նիկոլա։ Հասկանում եք, 3-ն էլ հաղթանակած նախագահներ են ու մենք պարտավոր ենք հարգենք այդ 3-ին էլ։ Հարգենք։ Մեկի հետ մի հարցում կարանք մի քիչ համաձայնենք, մեկի հետ մի հարցում կարանք մի քիչ համաձայնենք, բայց թիրախավորել 3 նախագահներից մեկին առավել եւս վիրավորել, դրանք սրիկաներ են։ Բախ եմ ասում հակասերժական տականքներ, որ այսօր ընդդիմադիր դաշտում էլ կան, չէ՞ այդտենցները, որ թիրախավորեն Սերժ Սարգսյանին Նիկոլիելցից ավելի վերան իրանք են նենց ուզում մի բան գտնեն, մի կեղծ շպրտեն վրեն։ Ընդդիմադիր դաշտի սրիկաները։ Ու նույնն էլ վերաբերում է մեր մյուս նախագահների համար, ով մեր նախագահների առաջի 3 նախագահներին, ով կթիրախավորի մի հատ վիրավորական արտադրություն կանի, ես դրանց չեմ բարգում, դա սրիկաների մեկն են։ Այսօր թիրախավորելու եթե կա կամենակ այս իշխանություններին, որտեղ իրանք դա զասլուշիտ են արել։ Եթե մեկը մեզ հաղթանակը պարգևել, կարած շատ հարցերում համաձայն չլնես իրանց հետ, բայց եթե մեկը մեզ պետություն ատվի, անկախություն ատվի, հաղթանակ ատվի, արժանապատվություն ատվի, դու դրան ոնց ես վիրավորում։ Իսկ եթե մեկը մեր ձեռից այդ ամեն ինչ առել է, տարել է 5000 տղու կոտորել է, սպանել է, հիմա էլ ասում է դրանք տերորիստներ են փաստորեն։ Էտա դուս գալի չէ, որ փաստորեն գնացել են զավթել են ըստ իրա հարևան պետության հողերը։ Բայց այդ մարդուն պիտի թիրախավորես։ Սա կասեմ ես։ Նաև
հոբը չի աշխատել, ինչ էր ասում Փաշինյանը հաջորդ օրը, որ Հա, մետալալոմը ասում է, ճիշտ է։ Տես ասում եք Հիշմեն։ Ես էլ ինչ է ասում, ասում է, ես էլ ինչ է ասում, մտել եմ հաջորդ օրը լայվ եմ մտել արձագանքել, ասում եմ, այդ քո ասած մետալալոմը 16 թվին ապրիլյան պատերազմի ժամանակ փայլուն իր գործը արել է։ Եթե մետալալոմ էր առներ 2.5 տարի ժամանակ կա։ Տավուշան մարտերում հաղթեցին, հələ Տավուշան մարտը լավ, մի հատ բլուր էին վեկալե սարքին, իսիմ ինչ։ Էդի, բայց մենք ապրիլյան պատերազմ ենք հաղթել այդ նույն մետալալոմով։ Ապրիլյան պատերազմը դու գիտեք այդ ինչ փայլուն հաղթանակ էր, ինչ փառայ հաղթանակ էր։ Մարիամ ջան, ապրիլյան պատերազմի ժամանակ 20 տարուց ավել Ադրբեջանը միլիարդներ էր դրել իր բանակի վրա։ Ու ինքը փորձեց զենքի ուժով վերցնի ըստ իրանց հողերը վերադարձնի չկարեցավ։ Պետք է չկարեցավ։ Այդ ասում են разведка с боем, չէ։ Հա, разведка արեց, տեսա որ չի կարում, ուժը չի պատում։ Ասկ եթե ազգար այդ 4 օրվա ընթացքում Ադրբեջանը ազգար որ կարում է գրավի, չէր գրավելու։ Պետք է ասեր, չէ, սպասենք մի քանի տարի հետո, ազգած որ չի կարում։ Իսկ ապրիլյանին էլ եթե ազգար չէր կարում, այն վաղտ էլ կկանգներ կռիվը։ Հասկանում եք։ Ու այդ իր ասած մետալալոմով ենք մենք դրա։ Այդ իր ասած մետալալոմը փայլուն իր գործը կատարել է։ Հետո ասում էր բարեփոխումներ, բա խեր Սերժ Սարգսյան ասում մենք բարեփոխումներ տանենք մեր բանակում, տես բաներ էլ ասում ընդ։ Ասում է, բա ուժեղ բանակ ենք ունեցել։ Սերժ Սարգսյանը խեր էլի 18 թվին երևի։ Ասում է, խեր ասում, մենք պիտի բարեփոխումներ անենք բանակում։ Այնա տենց չէր ասի։ Ես էլ իրան ասում եմ, այ հիմար։ Նույնիսկ աշխարհի ամենահզոր բանակները Ամերիկան, Ռուսաստանը, Իսրայելը, Անգլիան, Ֆրանսիան, Չինաստանը, քոշացիրելի Թուրքիան, որ աշխարհի ուժեղ բանակներից մեկն է։ Իրանք էլ անընդհատ բարեփոխումներ են անում։ Անընդհատ նորացնում են իրանց զինատեսակները։ Հետո չի նշանակում իրանց բանակը վատնա։ Այդ դու եկար իշխանության 18 թվին ու ստոպ տվեցիր։ Մենք անընդհատ, Մարիամ ջան, ոնց եղեք պատերազմից հետո Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ ա դրել իր բյուջեի վրա, միլիարդավոր, մենք փողով չէին կարող ինձ հետ մրցեինք։ Ադրբեջանի հետ մենք փողով էլ Թուրքիան էլ մեջքներ, փողով չէին կարող մրցենք, բայց մենք հակակշռով զենք կարում բերենք շնորհիվ մեր ռազմաքաղաքական ղեկավարության, այո, շնորհիվ Սերժ Սարգսյանի։ Ինքը կարում էր ապահովել մեր բանակին, Հայաստանի ու Արցախի բանակին բոլոր տեսակի զինատեսակները ու զինվորական պարագաները, որը որ անհրաժեշտ էր Ադրբեջանի զսպելու համար։ Հասկանում եք, իսկ ինքը եկավ 18 թվին, ինք կանգնեց տեղում, սկսեց դոփել տեղում։ Ադրբեջանը հզորանում էր, նոր զենքեր էր առնում, ինքը դրան հակակշռողը չէր առնում, դրա համար 20 թվին արդեն տվեց պատին։ Էլ չեմ ասում, որ դիվանագիտության ոլորտում էլ լրիվ պրավալ տվել։ Հասկացաք, այս է եղել։ Գնաց ասում եմ, մեզ զենք չէին տալիս։ Տեսեք, քիչ-քիչ հիշում եմ։ Ասում եմ, մեզ զենք չէին տալի մեր դաշնակիցները, բայց սամալյոտները ով էր քեզ տվել, որ առանց պատրոն սամալյոտ էր բերել։ Այդ սամալյոտի տեղը նորմալ զենք բերեիր։ Դու որ հիմար այդ մեր էշեշ անպետքական զենքեր էր, զինատեսակներ էր բերում, ով էր մեղավոր։ Կամ եթե նույնիսկ չէին տալու, դու այնքան ապիկար ղեկավարս եղել, որ չես կարծես զենք բերես։ Բա Սերժը ոնց է զենքերով ապահով 90-ական թվականներից արա։ 90-ական թվականներից գիտեք ինչ զինատեսակներով մեզ ապահով է Սերժ Սարգսյանը։ Բա Դե իրանք ասում են, սաղ մետալալոմը։ Այդպես հիմար խոսում են, չէ։ Այսինքն ես Մարիամ ջան, ես միշտ ասել եմ, ասեմ ատոմային բոմբն էլ բերեն տանք ու ձեռը, մենք պրավ դու չես կարող օգտագործես, որ դու ավտոմատ էլ չես կարող կրակես, ասում են Իսկանդերը չկրակեց, ես մեղավոր եմ որ կրակել չգիտես։ Հիմա ավտոմատը բերեն տան ձեռը չկարնաս կրակես, դու սա գալի ավտոմատը վատնա, դու կրակել չգիտես արա։ Հաղթանակի համար Առաջներդ խնդիրը ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ուժեղ լինի։ Առաջ երթին դա է պետք հաղթանակ տոնելու համար։ Հասկանում եք, եթե էդի չեղավ, աշխարհի լավագույն զինատեսակներն էլ բեր Նիկոլ Փաշինյանի պարագայում, աշխարհի լավագույն զորավարներն էլ բեր իրան ենթակասարկի մենք պարտվելու ենք։ Չի կարա Նիկոլ Փաշինյանն էլի գերագույն գլխավոր հրամանատար ու հաղթի այդ պետությունը։ Դարդիր Նիկոլին հիմա Ամերիկայի գերագույն գլխավոր հրամանատար պարտվելու է Ամերիկան։ Որպեսզի հաղթի պիտի ուժեղ գերագույն գլխավոր հրամանատար։ Ոնց որ գիտեք ոնց որ հիմա բերես լավագույն մի հատ հիվանդանոց կառուցես ու լավագույն տեխնիկաները բերես լցես, բայց բժիշկներին բերես անասունների, որ բժշկությունից չեն հասկանում։ Ինչ կապ ունի այդ տեխնիկա, որ կիրառելը չգիտեն այդ բժիշկները։ Մարդկանց կյանքերը փրկել չեն կարալու։ Մարդիկ մեռնելու են։ Այսինքն բժիշկը պիտի առաջերտին լավ լինի, թեկուզ տեխնիկան վատ լինի, բայց բժիշկը պիտի լավ լինի։ Հասկանում նույնն էլ ստեղ է։ Բա դու գերագույն գլխավոր հրամանատար ես, պարչի քո պարագայում դի պարտվեինք։ Այդ դա էլ պատճառած կա անհնար բաներ Նիկոլի պարագայում մենք հաղթեինք։ Անհնար բաներ, ես սա միշտ եմ ասել։ Պրոստը ինձ թվում էր այն ժամանակ, որ կփոխվի իշխանությունը այդ ժամանակ, կամ Նիկոլը կգիտակցի,
կգա փորձարու մարդկանց մոտ կասի ասեք ինչ անեմ, ես այսուր բերի հասցի, ես ինչ քակ կերասես գլուխը ձեռը կտա գլխին։ Հասկանում եք, բայց էդ էլ չեղավ։ Ու մինչև հիմա հələ չի փոխվում ինքը։ Դա մել շարունակում եք պարտվել։ Հիմա խոսում է Սևանի մասին այլևս բաց տեքստով, խոսում է մեքենաներով գալու Երևան։ Մարիամ ջան, հենց այդ հարցը տալսը գիտեք ինչն եմ հիշում։ Իմ խոսքը ձեր մոտ առաջի անգամ այն օրը քթել եմ, նո այն օրը չէ, 2 ամիս առաջ։ Քթա, ասի պիտի քտնեմ այդ զապիսը։ Պիտի քտնեմ։ Մանեկա քթա, որ ձեր մոտ 21 թվին եմ անմիջապես ասե։ Ասեմ Ալևի հաջորդ քայլը լինելու է, որ պիտի ասի Երևանից ում քշել եք, հետ են գալու Երևան։ Ձեր հայերն էլ թողան, ստիցել ասում են դե մենք էլ Բաքու կետանք։ Ալիվ ասում է եկեք։ Բայց որ հայ կետա Բաքու։ Ալիվ ասում հարց չկա, դուք էլ եկեք կասի։ Որ հայ կետանդե։ Իսկ իրանք կգան կլցնեն ու սա կգրավեն։ Ես ժամանակ ասմի արա, եթե ձեզ թվում է Ղարաբաղն էր վիճելի տարածքով ինք պրծանք, հեսա Երևանն էլ կսարքեն վիճելի տարածք, ու տեսակ որ սարքեցին, հիմա ասում են այդ սաղ մերն է, դրա համար մենք ճիշտ դիվանագիտություն պիտի տանենք, ճիշտ արտաքին քաղաքականություն պիտի տանենք, որպեսզի այո, ավտոներով չգան չլցվեն Երևան, մեզ էլ ստեղից չքշեն, չնստացնեն, չսպանեն ու չբռնաբարեն, կամ էլ չձուլեն իրանց մի մասին էլ, այս սա է։ Հարևանություն ես դեմ չեմ, հարևանություն թողանեմ, բայց սա հարևանություն չէ, սա ստրկացում է, սա ճորթացում է, կամ հարևանությունը Արցախի հաշվին ես անում, ինձ տենց հարևանություն պետք չի, թող ազատ անկախ Արցախալներ, ես հարևանություն թքել եմ այդ հարևանության վրա, բայց արժանապատիվ հարևանություն, թողն ինչ էլ է, հարևան ենք, նորմալ եմ համարում, Թուրքիայի հետ էլ նորմալ եմ համարում հարևանություն անելը, Ադրբեջանի հետ էլ եմ նորմալ համարում ժամանակի ընթացքում հարևանություն, բայց արժանապատիվ հարևանություն Արժանապատիվ, հասկանում եք, այս սա կասեմ, ոչ թե էսի ճորտացում է։ Լսեցի են Ռուբեն Ռուբինյանին լսեցի, կակրաս մի հատ է լավ ընկերուն եմ, ինձ հանգեց ասեց, խնդրեց ասեց, անունը չտամ հիմա, լավ, չնայած կարամ տամել, ինքը նենց չկներվի, ասեց Դավոթ ջան, որ հարցազրույց ասես Ռուբեն Ռուբինյան, դու մազոխիստ չես, դու սադիստ ես։ Ասում է, որ դու խոսում եք, մենք սաղս վատանում ենք։ Ասում է, բանը, ինչ էր ասում է, ասում է, տեսեք ասում էին երկկողմանի չի, տեն մեկ, որ երկկողմանի է, յանում այդ ամեն ինչը բացում։ Այսինքն, հենց իմանաք իրանց ճամփով ցորենակ, մեր ճամփով էլ թող իրանք բան ուղարկեն։ Այդ դու միջանցք ես տալի, արա ինչի մար ես տալի։ Դու քո հողից տարածք ես տալի, իրան ինքն էլ թույլ է տալի իր տարածքով անցնես։ Միջանցքը ինչի համար են տալիս։ Եթե միջանցք են տալիս, ես Ղարաբաղը եթե հիմա չկա, Լաչինի միջանցքը չկա, այդ միջանցքը խեն տալիս։ Ճամփա հարևանություն է կանում, թող մենք էլ ասենք քո Իսիմիշն էլ թող այդա Թուրքիա մեր տարածքով։ Դե որ տենց է մեզ էլ միջանցք դու Հայաստանից դեպի Ռուսաստան։ Այդ նույն ձևի ոնց որ այդ միջանցքը Ադրբեջանից դեպի Նախիջևան, դե մեզ էլ այդպես միջանցք դուր այդ նույն ձևի թող ռուսը վերահսկի դեպի Ռուսաստան։ Կտաս, այդ է կլինի որ եղավ հավասար։ Սա կասեմ։ Այ մարդ անասնակեր չի թող համարենք շատ լավ ցորենա։ Ընտիր իդեալական ցորենա, բայց ինչ։ Այդ դրա դիմաց մենք ինչ ենք տալիս այդ նայեք։ Դրա դիմաց տալիս ենք միջած որ համարում ենք որ հավասար եղավ։ Դու քո հողը տալիս ես իրան, հողը տալիս ես իրան, ասես իր տարածքով ցորենա եք, է։ Այդ ցորենը ուրիշ տարածքով էլ էր գալիս։ Հասկանաք, ասենք հենց իմանանք շատ լավ էլ ցորենա, այդ շատ լավ ցորենը Վրաստանով էլ կարա գա։ Մի քիչ ծախսը թեկուզ հենց իմանանք շատ էլի։ Պարսկաստանով կարա գա։ Օրինակ, էլ ասենք դրա դիմաց դու ինչ ես տալիս որ համարում ես որ տեսեք, դե մենք այն տվինք, էս էլ իրանք էլ մեզ էս են տալիս։ Հավասար բաներ չի դա։ Այս կես խաղաղությունը, որ իրենք փորձում են կերակրել ժողովրդին, բայց իրականում Ադրբեջանի տեսնում եք ինչ հայտարարություններ են գալիս, իրենց հաջողվում է։ Խաղաղություն այստեղ կլինի մի դեպքում, եթե մենք կլինենք ուժեղ։ Թուրքիի հետ խաղաղություն Մարիամ ջան, կլինի, եթե մենք կլինենք ուժեղ, այդ դեպքում, հակառակ դեպքում Թուրքիային ազգը չի, որ ինքը ուժեղ լինի ու հային մինչև վերջի հայ չսպանի։ Հասկանում եք, չի լինի խաղաղություն։ Խաղաղություն կլինի Շարմազանովը սա շատ լավ ասում։ Արցախում հիմա խաղաղ։ Հա, այտենց կլինի խաղաղություն։ Այտենց կլինի խաղաղություն, որ քոչ են կետանք, ես սախտնանք իրանց։ Հակառակ դեպքում մենք դի ուժեղանանք, գոնե պիտի հավասար լինենք ուժերով, որ իրանք էլ զգան, որ եթե ասենք մի հատ ինչ-որ ուժ կիրառեն, իրանց համար էլ է վատ լինում։ Հասկանում եք։ Այս դեպքում իսկ ուժեղանալու համար նորից եմ ասում ծախսեր են անում ու հպարտանում են որ բանակի վրա ծախսեր են կանում
Ընդից էլ մարդիկ էլ ասում են ոչ մի ծախսել չեն անում, անիվան ես ասում եմ, եթե չեն անում ավելի լավ, որտեղ բանակի վրա սրանք ինչ ծախսան են, տանում են գցում են ջուրը։ Անոք ուտա, որպեսզի մեր բանակը հզորանա, մեզ պետք է ուժեղ գերագույն գլխավոր հրամանատար առաջ երթին հետ, նոր դրանից է բխում մնացածը։ Սրանք ինչ ծախսան են բանակի վրա, նորից եմ ասում, տանում են գցեն ջուրը, որտեղ սրանք բանակ չեն կարող կառուցեն։ Բանակը քանդին, հզոր բանակը սկի չկարողացան պահեն։ Այսօր մենք բանակ չունենք էլ։ Այն անգամ են ինչ Չախոյան, Տարոն Չախոյան, հա։ Տարոն Չախոյան ասում է Սերժ Սարգսյանը նեղվել է երևի, որ էլ տես այդ տիպի բաներ ինչ որ ասե։ Ինձ ուղարկեցին, ասում է նեղվել է երևի, որ էլ բանակը չեն թալանում։ Ես էլ ասում եմ, բանակ ունեք, որ մի հատ էլ թալանեք։ Լավա չես ասում, Արցախը էլ չենք թալանում։ Հանձնիկ Թուրքին էլ ինչը թալանես։ Բանակը ոչնչացեք, ասում է, բանակը էլ չեն թալանում։ Դու պետք է բանակ ունենաս, որ թալանես։ Հասկանաք, այնպես հիմարներ են էլի սրանք։ Էդ եմ ասում, նախ, բա որ այդտենց ուժեղ ես, խես կներեք արտացան, խես քակում տակը, եթե այդտենց ուժեղ բանակն ես։ Ես այն ով է իրան արձագանքելուց, Նիկոլ Փաշինյան, ասում եմ, դու ինձ զինատե, ասում եմ, եկեք տանեմ ցույց տամ զենքերը, չէ՞, ինչ զենքեր ունենք։ Հավաքվեք խմբով տանեմ ցույց տամ։ Սովորական ժողովրդին էլ ասում։ Արա ես ասեմ Նիկոլ, ես անգրագետ մարդ եմ, գեղացի մարդ եմ, բան չեմ հասկանում զինատեսակից։ Դու ինձ զենքերը մի ցույց տու։ Դու ինձ ռեզուլտատը ցույց տու։ Բանակի ռեզուլտատը, որ թուրքը հարձակվի միայն Ալև ասել Նախիջևանի բանը ուժով բացելու եմ։ Հիմի որ հարձակվի, քանի ժամ է պահելու բանակը։ Կարալ նա պահի, դու ինձ ռեզուլտատը ցույց տու, արա։ Արցախը հանձնելուց հետո քանի անգամ հարձակվեց Հայաստանի լեգիտիմ իր ասած ինքնիշխան լեգիտիմ տարածքի վրա, ինչ հարձակվեց վեկալավ։ Կարացել է պահի բանակը։ Այ որ ասես տեսար այս ինչ կարեցա վեկալի ասեմ, հա։ Դու ինձ ռեզուլտատը ցույց տու, ինչ անում բանակը։ Սերժ Սարգսյանի բանակը էլի անգրագետ եմ։ Նրանից էլ բան չեմ հասկանում։ Բայց Սերժ Սարգսյանի բանակը 30 տարի պահում էր ոչ թե մենակ Հայաստանի ու Արցախի պետությունները, այլ Թշնամու 7 շրջանը։ Էդ է ռեզուլտատը։ Հիմա ինչքան ուզում ես ասա կանսերվի բանկելու չգիտեմ ինչ էր։ Դու ինձ ռեզուլտատը ցույց տու, ես չեմ հասկանում զինատեսակներից։ Հասակ ժողովուրդը չէ, մտում կամ ինքը մտում հասկանում, հա։ Դու ռեզուլտատին նայ, ռեզուլտատ, բանակը ինչ ռեզուլտատ է ցույց տալիս։ Այդին նայ։ Ասում եմ, եթե խոսք լինի տարածքների փոխանակման խոսում էլ այսպես։ Ապա հստակ է, որ առանց Հայաստանի քաղաքացիների համաձայնության դա չի կարող տեղի ունենալ։ Հա, Ղարաբաղի հարցն էլ էր ասում, առանց ձեր համաձայնության ոչ մի բան չեմ ստորագրի։ Չստորագրիր, հարցրիր ժողովրդին, որ գնացիր ճանաչիր Արցախը Ադրբեջանի կազմում, հարցրիր ժողովրդին, կուրսի պահիր մի հատ ժողովրդին։ Նույնն էլ էս ասում։ Ասում է, Արցվաշենը պիտի բերենք հետ, չէ՞։ Աշկը ստենա։ Դու մենակ տալիս ես, արա։ Դու սկի մեր այս Հայաստան, որ մտել են ուժով, վերցրել են, այդ հողերը չես կարող հետ վերես։ Հյուսիսում տվիր, Տավուշում տվիր, իրանցը, Յանի իրանցը սկես։ Բա մերը ուր արա, այս 2 տարի անց է, արա։ Այդ ձեր դելիմիտացիայից ու չգիտեմ ինչից։ 2 տարի անց է, ուր է մերը։ Խի չեն տալի, որ ուժի զորով վերցել է, գնացեք լտեղել մի հատ դելիմիտացիա արեք։ Հես այս մնացածն էլ կտա Արցվաշենը չէ, այդ գիտեք խի ասում Արցվաշենը բերելու ենք հետ, որ այդ մնացածն էլ էսա տա տալու բանկալը։ Ասի դե մենք էլ Արցվաշեն ենք, բերելու վсё։ Ադրբեջանը ոչ մի բան չի տալու։ Դու մենակ սա է տալի։ Ու սրանով չենք պրծնում, է։ Մարիամ ջան, սրանով չենք պրծնում, սա Երևանն էլ է տալու։ Որ իմանամ է դրանք կտա կպրծնենք, ասեմ, լավ, պրծնենք, մտածենք, կհզորանանք ժամանակին։ Սա Երևանն էլ է տալու։ Հայաստանը միանգամից է տալու։ Աշոտյանը ինչ լավ էլ անում է դրե հողատու։ Բա հետ եմ ասում, բա հետ բեր, խիչես հետ բերում, բա դելիմիտացիա դեմարկացիա ես անում, նախ դելիմիտացիա դեմարկացիան տես չի արում, ես սա մասին շատ եմ խոսացել, հյուսիսից հարավ մի հատ քարտեզի վրա գծում են, էս իմնա, էս քոննա, էս իմնա, էս քոննա, ու օրն էլ նշանակում են դե դու ստիցել, ես ստիցելն եմ, ոչ թե որ իրանց տալիս է ու տարիներով սպասում են այն մյուս հատվածում, թե երբ պետք է դելիմիտացիա դեմարկացիա անեն։ Ով դաշնակի, բայց ով է մեղավոր, բայց մեր ոնց վախտով խի չէին անտեր թողում մեզ, որտեվ ինքն է սաղի դեմ դուրս եկե սաղին կոպիտ ասած կներեք արտահայտության պասլատ անում, նրանք ասում են Ղարաբաղը ձեզ դաս չեղավ, ռուսը ասում է Ղարաբաղը ձեզ դաս չեղավ, դե գնացեք մի հատ էլ կոտորվեք, Մարիամ ջան, ուրեմն Ռուսաստանին առաջերտին պետք է այս տարածքը, սենց մի հատ խոսք կար կհիշեք, որ ասում է ռուսին պետք է Հայաստանը առանց հայերի, այդ շատ ճիշտ խոսք է, բայց ռուսին պետք է դավաճան հայ ազգը։ Ռուսը այլ ազգերի հետ խնդիր ունի, այլ ազգեր, ցանկացած պետություն այլ ազգի հետ խնդիր ունի։
Հիմի այլ ազգի մասով ռուսին պետք է այս տարածքները ինքը վերցնելը նախքին խորհրդային միությունը սա ինքը վերցնելը տարածքները ու այլ ազգերի մասով առաջ երթին ռուսը կուզի որ այդ ազգը ձուլվի իրան չէ երկրորդ հերթին ելնի գոնե ռուսամետ երրորդ հերթին եթե ռուսամետել չի իրան ատող ժողովուրդը ուրեմն կուզի ինչքան քիչ այդքան լավ այն նիկոլը կոտորում այն ասաղին քչացնում է սա կասեմ այսինքն Նիկոլ Փաշինյանը եթե ձեզ թվում է թե Հայաստանը տանում է Թուրքիա էսկի չի տանում Եվրոպա է տանում նեղ Եվրոպա չի կարող տանի բայց նույնիսկ Թուրքիա էլ չի կարող տանի Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի Ռուսաստան բայց կոտորված առանց հայերի կոտորված դեպի ցեղասպանություն դեպի Ռուսաստան որտեղ այս տարածքը ռուսը վերջում գալու է վերցնի այստեղ ով որ կհաստատի վերջում գալու է վերցնի էսել Ադրբեջանն էլ սաղ վերցելու է խորհրդային նախկին Միության բոլոր հանրապետությունները ռուսը վերցնելու է։ Ես սրա մասին միշտ խոսացել եմ։ Նույնիսկ Լիտվա, Լատվիա, Էստոնիան ուժով վերցնելու է։ Միակ պետությունը, որը որ շանս ունի մնալու դեռ անկախ, դա Հայաստանն է։ Իրոք անկախ էլի։ Դա Հայաստանն է։ Եթե քանի դեռ կա Սերժ Սարգսյանը, որովհետև անհատներն են կերտում հաղթանակներ ու անհատներն են կերտում պատմություններ։ Սերժ Սարգսյանի պարագայում այն եւ կլինի։ Ռուսը կլինի մեր դաշնակիցը Հենց հիմա Սերժ Սարգսյանը եթե գա իշխանության, ես վստահ եմ եւ ինքը էլի կանի։ Բայց հիմա տեսեք, մենք ունենք այն իրականության մեջ ենք ապրում, որ ընտրված համայնքապետերն են բախվում։ Հա, ապրեք։ Եվ օրինակ նույն Ժողովրդավարական բաստիոնում էլի։ Եվ հիմա մենք համայնքապետը Սպանվեց, այս կողմ մեջի, հիմա ես էջ միացնում եմ, ընտրությունները կետ, հա, կթողեն, եթե ընդդիմությունը հաղթեց կամ կնստեցնեն կամ կսպանեն։ Ընդդիմության ղեկավարին։ Այսինքն ձեզ թվում է որ չեն գիտակցում ոչ ոք էսի, չեն թե կորեն, չեն տենում, տենում են, բայց չեն վախում, մալադեց բոլոր են տեխնացուներին, ովքեր չեն վախում։ Այո, պետքա պայքարեն, չվախենան, բայց պայքարա կնստես էլ, դավոն չեկավ նստեց։ Կարար չէ փախած մնար ընդե։ Բայց այդ խի վճիրը այնց վաղ կայացրեցին, որ Դավիթ Համբարձումյանը Մոսկվայում է։ Ձեր մտքով չի անցե, որ չգար ինքը։ Որ ասեն Սերժի Թեկնածուն տեսակ փախավ մեր դեմից, կան չէ թռածներ, որ դսերից լայվեր են անում, իրաց լավ տղու տեղ են դնում, հələ մի հատ եկեք ստե արա, ձեռետ էլ Սերժ Սարգսյանի հասցենել են հաչում, կան չէ տես դրսերում մարդիկ, բլոգերներ ու չգիտեմ ինչեր, տարբեր տեսակի, կան չէ, բա որ դուք Նիկոլի դեմից եք թռած, դուք ինչ տղա, Նիկոլն էլ կարա չէ, ասի այդ թռած, դեմիցս թռած, չես կարա չէ, ասի Նիկոլը, խոսքս վերաբերա բոլորնաց ովքեր փախած են դրսերում, ունդեղից խոսում են ավել պակաս։ Թեկուզ Նիկոլի ասեին, խոսացողը սալիս տեղ խոսա։ Իսկ Դավիթ Համբարձումյանը տղա է, եկավ մարդը, եկավ ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի թիմակիցը, Սերժ Սարգսյանի աշակերտը, Սերժ Սարգսյանի փոքր աղբերը, Սերժ Սարգսյանի կրտսեր ընկերը փախնող տղա չի։ Կարգին տղա է, համ սաղ մասիսն է իր կողքը, համ արցախցիներին ամենաուժեղ տեղը մասիս համայնքում են տվել արցախցիների համար։ Ցանկացած արցախցի ով ինչ հարցով գնացնա մոտը սաղին օգնել է Դավիթ Համբարձումյանը իր կյանքին մերնեմ ազատություն իրան։ Ազատություն մեր բոլոր քաղ բանտարկյալներին, ազատություն սրբազաններին, Սամվել Կարապետյանին, Վահագ Չախալյանին մերնեմ իր սարդին, որ իմ լավ ընկերն է։ Բոլոր քաղ բանտարկյալներին, բոլորին ազատություն, Վարդան Ղուկասյանին ազատություն, բանի Լեննականի։ Գիտեք խի բռնի Վարդան Ղուկասյանին, ես ասել եմ սա, որովհետև Վարդան Ղուկասյանի դուք տեսաք չէ ոնց գողացան իրան, իրան չտարան դուբեդուբ տանեն դե կարող արունահեղություն լինել, իրան գողացան, գիտեք խի, որպեսզի արունահեղություն չլինի, որովհետև մի ցելի քաղաք իր մեջքին կանգնած էր, բայց եթե իրան գիտակցում են, չէ, մի ցելի քաղաք մեջքին կանգնած է, 102-րդ բազան էլ ընդեղ է, կարող է չէ մի ամիտ մտներ մի երկու հրամանատարի համոզեր ու այդ Լեննականի ժողովրդով մի երկու հատ էլ հրամանատար հետը քայլեր Երևանի վրա, այդ դե համար իրան բռնեցին, հասկացաք խի բռնեցին, թե չէ ասեն կաշառք հակեր է, դե Վարդան Ղուկասյանն էլ նենց էշերտի կաշառք վեկալերը մի արա, տենց են չի ասում, Վարդան Ղուկասյանը կյանքի տղա է 100 տարվել ղեկավարը, ես այդ մարդուն հարգում եմ թեպետ իր այդ կյանքում մոտ չեմ լնի, քանի դեռ մի հատ լուրջ թերություն ունի ինքը, որ կպնում է Սերժ Սարգսյանին։ Այ էդի որ չներ ընկերություն էլ կան հետը, բայց ինքը կներեք Մարիամ ջան, բայց ինքը որ լավ տղա է, աբրացունեցող տղա է, ես իրան հարգում եմ, իր տղուն էլ եմ հարգում, իր տղեն էլ է լավ տղա։ Էդի միանշանակ։ Ու իրանց բռնեցին կներեք նորից եմ ասում, որովհետև մի ցելի քաղաք մեջքին կանգնած էր, զորքեր իրան, մի ցելի քաղաք։ 102-րդ բազան էլ ընդեղ են ինքն է ռուսամետ։
ինքն էլ ռուսամետ։ Կարար չէ մտներ 100 բազա 2 հատ հրամանատարի համոզեր ու գային Երևանի վրա։ Այ դրա համար իրան բռնեցին, դրանից վախենալով։ Բայց տեսեք հիմա իր հարուցել է մտքի համար միութենական պետության վերաբերյալ։ Դա վատ բան կա։ Իրանք էլ Եվրամիություն են ուզում։ Այդ ցավը տանեմ, դու Եվրամիություն ես ուզում, այն մարդն էլ ուզում է բան միություն։ Ռուսական, բելարուսական միություն, դրա մեջ ի՞նչ կա։ Դրա մեջ ի՞նչ կա։ Դուք տանում եք Թուրքիայի վիլայետ եք սարկմետի ո՞նց է։ Դուք Արցախը ճանաչում եք Ադրբեջանի կազմետի նորմալ, որ Վարդան Ղուկասյանն ասում է ռուս-բելարուսական միությանը մենք միանանք, որ այդտեղ դու քո անկախությունը չես կորցնում ամբողջությամբ, էլի։ Էդի նորմալ։ Չկա որ Եվրամիություն ես մտնում, այն էլ հակառակ մի հատ ուրիշ միություն է։ Դրա մեջ ի՞նչ կա, էլի, որ դրա համար մարդ եք բռնում։ Մտում դուք ուզում եք անկախ մնա Հայաստանը։ Եթե ուզում եք անկախ մնալ, ճամփեն ասում են։ Վերադարձեք իշխանությունը Սերժ Սարգսյանին, եկեք միացեք իմպիչմենտին։ Ես ասում եմ ԿՊ-ականներին։ Չբացի այդ նաև այդ Եվրամիության ասում են խոսում են, ասենք ինչի մասին է խոսքը, ձեր ուզածը ինչ է։ Նույն ձևի մի միություն, Եվրոմիությունն է, մի միություն էլ ռուս-բելարուսական միությունն է։ Հիմա դու այն ես ուզում, նա էլ են ուզում։ Եթե նա ասում ես անկախությունն է, անկախությանը դեմ է, դու ուրեմն դու էլ ես դեմ այդ քո քայլով։ Սա կասեմ, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին մեր, բոլորին ազատություն։ Բայց մենք պետք է մի բան ասենք, մեր սրբազաններն են կանանացել եւ որքան իրենք իրենց բան են պահում, բարձր է պահում, բայց Դե դա մեր խայտարակությունն է։ առողջական Իհարկե։ որ կարանքի հետ համատեղելի չէ, որ մենք այս իշխանության օրոք ունենք նախադել դատարանի Արմեն Գրիգորյանի սպանեցին, այդ ցավը տանեն։ Ես մասով ձեր տեսակետը եւ այսօր Նիկոլ Փաշինյանը ասել ու կարծեմ իհարկե գնալու եմ մայրաթոր այն ժամանակ երբ բավարար չափով մաքրված կզգամ Ինքը բայց ով է որ մայրաթոր գնա։ Ազատություն մեր բոլոր սրբազաններին, հարգանքներս իրանց, որ երբ եկավ պահա, իրոք իրանք կանգնեցին, եկեղեցին տենց էլ եղել է միշտ։ Կանգնեցին պետության կողքը, մեր ազգայինի կողքը։ Նիկոլ Փաշինյանը, որ ասում է վեհարանը պետքա գնա գրավի վեհապարապտի փոխվի, ինքը դրա իրավունքը չունի, հա, բեսպրիձելավարի կարա անի, բայց դրանից իրականությունը չի փոխվի։ Ասկի ինքը կարա, ասի գիտեք ինչ կա վեհապարը կեղտոտ մարդա, ես չեմ ընդունում իրան։ Ես այդ մեմ աղանդավոր դառնամ։ Կարա ժողովրդով, նույնիսկ ժողովուրդը չի կարա վեհապարին փոխի, Մարիամ ջան, վեհապարին կարա փոխի, պատժի, կամ կանոնները փոխին դե կամ ների, կամ օրենքներ փոխի, բան հոգևորական աշխարհը։ Նույնիսկ ժողովուրդը շատ կարա հիասթափվի, չհավատա էլ վեհապարին, գնա ուրիշ կրոնի հետևից։ Ժողովուրդը կարա քվյարկություն անի, հանրաքվյանի, ընդունի մուսուլմանություն, օրինակ, բայց չի կարա ինքը ասի վեհապարը պիտի փոխվի։ Դու ով ես որ փոխվես, ոնց որ մտնեն մի հատ կուսակցության մեջ ասեն, կողքից ասեն, դի կուսակցության նախագահ փոխվի։ Մենք մեր կուսակցությունը դուք ով եք կարա։ Նույն ձև էլ եկեղեցին տենց կառույց է, որոնտեղ որոշումները կազմեն հոգևորականները։ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի մտնի դե ու կանոններ փոխի։ Ինքը կարա խնդիրները բարձրաձայնի, հոգևորականները ներսի փոխեն կամ չփոխեն։ Բայց չի բացան, որ գնա բեսպրիձելավարի գրավի, բայց դրանից չի լինի, որ եկեղեցին փոխվեց, վեհապարը փոխվեց։ Հիմի բայց բարձր չի տեսավ ինչին վեհապարի դեմ չէ, անձերի դեմ։ Եկեղեցու դեմ է։ Պարշի ինչի համար են էսի անում։ Էսի անում են, որովհետև եկեղեցին կանգնեց Արցախի կողքը։ Եկեղեցին կանգնեց մեր ազգային արժեքների կողքը։ Հələ թող վեհապարը այդ պարկեր իրանց տակը, ենթարկվեր իրանց տենամտի, սենց արշավ սկսեին։ Այդ որ այդ մեն Տեր Արամը իրանց բան անում, Տեր Արամ, չէ՞։ Հա, Ստյոպան, ոშը, մա ինքը, այդ սամազվանեց Տերը, որ բան անում, պատարական ինքը մաքուր, հա։ Հələ գնացեք իր կյանքը խորացեք։ 100 անգամ Լևի գնացած կլինի։ Չէ, ուզում ասեմ, մի հատ խորացեք, էլի, ասենք, եթե իրանց դեմ են արդեն հիշում են, որ վեհապարը կնիկուն երեխա ունի, նախ այդ կնիկ ունենալու երեխա ունենալու մեջ ես վատ բան չեմ տենում։ Ես էլ օրինակ իմ հարցն եմ բարձրաձայնում, քանի անգամ բարձրաձայնել մի հատ էլ ձեր մոտից։ Վեհապար ջան, սրբազաններ ջան, հոգևորականներ ջան, փոխեք այդ օրենքը։ Ինչի պետքա սրբազանները վեհապարը երեխա չունենան կամ կին չունենան, ընտանիք չունենան, ինչի։ Եթե ընտանիք ունենալը վատ բան է, Աստված ասում ունեցեք երեխեք, ունեցեք ընտանիք, չէ՞։ Եթե Աստված թողում է, այսինքն ընտանիքը սրբություն է, եթե այդ սրբությունը մենք բոլորս ունենք, ամենասուրբ մարդիկ, սրբազանները ու վեհապարները, խիպտի չունենան։
Այ մարդ մենք էլ ենք, թո մի հատ էլ կնիկ ունեն ամեն մեկը, ինչ եղե դրա մեջ։ Ես դրա մեջ վատ բան չեմ տենում։ Ես վատ, էս էլ իմ առաջարկն է, հասկանում եք։ Մարիամ ջան, կարան ունենան, փոխեք այդ օրենքը, ունեցեք օրինական ունեցեք։ Եթե ինչ-որ լեվել ունեն, խի լեվի ունենան, թող մակո ձևի ունենան։ Եթե նույնիսկ ունեն, հասկանում եք։ Մինչև փոխեն։ Մենք պետք է կանգնենք եկեղեցու կողքը, ոնց որ հիմա կանգնացենք, ցավոք սրտի ուժներս չի պատում։ Մինչև կամ իրանք են փոխելու վեհապարի, կարող է սպանեն վեհապարին, չի բացառվում, որ կսպանեն էլ, կամ մի հատ դժբախտ պատահար կսարքեն գլխին, դե դա է սպանություն։ Էսի չի բացառվում, կամ կնստացնեն մի խոսքով, եթե իրանք մնան իշխանության, իրանք գնալու են միջեր, կամ էլ դի վեհապարը գնա լեզու գտնի իրանց հետ, եկեղեցին գնա պարկ իրանց տակը, կոպիտ ասած ենթարկվի իրանց, սա է լինելու հանգուցը, կամ էլ եթե մենք փոխենք իշխանությունը, էլի եկեղեցին կմնա իրա դիրքերում, այս սա դա, այս տարբերակները էս են։ Ասեք, հա, չեմ լսել ճիշտ ասած, ասեք։ Խոսում էր Ալիև Փաշինյան առաջին հանդիպման Ալիևը հստակ է ասել, որ պետք է Շաքեթն վերադարձնի օկուպացված Արցախը, Նիկոլինը ասել, Դուշանբեում, հա։ Այո, ինչ է ասում Փաշինյանը, որ թույլ ժամանակ դուր ես այս հարցը փորձեմ Նիկոլն ասել, ուզում եք հայերը սպանեն։ Հախար Մարիամ ջան, տեսեք, էդ էլա փաստում էլի, այն ինչը որ ասում են մեր 3 նախագաները հենց։ Ինքը ոչ մի թիզական, ինքը տարավ այդ ամեն ինչը, տարավ, ինքը հելավ բանակցություններից, ոչ մի թիզականություն մտցրեց, ոչ մի թիզական սրոյական կետից սկսեց ու ոչ մի թիզական դիրք բռնեց։ Դա մարելի կավ այսօրվան։ Համ, ասենք ամբողջ աշխարհի դեմ ինքը դուս եկավ, ասա ես սես տինի ու վերջ։ Դու ով ես որ տես խոսած, այդ դու Ռուսաստանը չես, որ սաղ աշխարհի դեմ դուս գաս ու մի կերպ հաղթես։ Էդի Ռուսնա մի կերպ հաղթում, էնել մի կերպ մետր հաղթում։ Քրչոտ պուճուր Հայաստանը ամբողջ աշխարհի դեմ կարար դուս գար։ Այն անգամ մեկին ես ասի կետի չէ, մեկին հայացեց մի գազոկ կալուկը, ներվիս հետ ոնց ազդեց։ Ասում եմ, բանը այդ չպտի տայինք էլի սենց ոչ մի թիզականություն արա ասում եմ դու պուճուր պետություն ես էլի դու փոքր Հայաստան ես դու ոնց կարաս ասում խի մենք չէ հա բառը հիշեցի տից կատաղեցի ասում խի մենք չենք ճանաչել Արցախի անկախությունը ասի լսի ջայլ տղա ես եղել ա որ կռիվանես հետ հա գողերի մոտ հարցը լուծելու ասի գիտես ոնց են դե լուծում հարցը գողերն են լուծում Դուք այդ մեկ ձեր ասում եք գողերն էլ լուծում են աշխարհի գողերն էլ Ռուսաստանն է Ամերիկան է Ֆրանսիան է դու ոնց կարաս ասես սենց է իտո գպտի իրանք տային նաև մեզ հաշվի առնելով դու որ կանգներ ասեիր Արցախը Հայաստանը եւ վերջ այդ նշանակում է դու գողերն ասում դուք ով եք որ ես արդեն իտո գտվել եմ ու այդ գողերը քեզ կպատժեն բա աշխարհի գողերն էլ այդ պետություններն են մենք ոնց կարե Արցախը եթե մենք ճանաչեինք Հայաստան անկախ պետություն կամ Հայաստանի մաս մենք ձեռնոց էինք նետում աշխարհին Ձեռնոց ենք նետում աշխարհին, ասում ասում դուք ով եք որ, հասկանում եք։ Այ ինքը եկավ նմանատիպ ձևի պայծ, այ ուզում ասեմ այդ անասուն տուպոյ մասսան, որ կա դրանց իսկական, դրանց մարմնավորումը Նիկոլ Փաշինյանն է։ Եկավ այդ տենց պայծ իրան։ Հենց գիտեր ինքը որ մի հատ հեղափոխություն արել, այն էլ ինքը չէր արել, դրսի ուժերն են արել։ Իրան թվում էր թե ինքը իսիմով է, էլի, ինչ ուզի արդեն կանի աշխարհում։ Քցին կացու տակ դրա համար։ Վերջում էլ կանգնեց այդ քացու տակից ու արդեն կակ մինինկի խելոքանում է։ Արդեն ճանաչեց Արցախ Ադրբեջանի կազմ։ Ինքը դիակորատնի գնար, շարունակեր Սերժ Սարգսյանի կետից, հաշվի առնելով ՀԱԿ Մինսկի խմբի այդ պետություններին, ընտիր բան են փաթեթ են իրան տվել խիա հրաժարվել։ Մի փոքր զիջում եթե ինքը աներ, մի պուճուր զիջում, միլիարդ անգամ ավելի լավ վիճակում մենք կլինենք, քան հիմա։ Միլիարդ անգամ ավելի լավ վիճակում կլինենք, քան հիմա։ Էդ էլ ինքը չարեց։ Մի պուճուր զադներ չտրեց, էլի հասկանում եք։ Այսօր ասում եմ մենք ամենօրյա աշխատանք ենք անում գերիների հարցի ուղղությամբ եւ կարծում եմ որ եթե լինի խաղաղություն մնացած բոլոր հարցերն էլ կլուծվեն։ Օրինակ նայեք, ինքը գերիներին կփորձի բերի, բայց այն սովորական մարդկանց։ Իսկ Արցախի ռազմական ղեկավարությանը եթե Նիկոլ Փաշինյանը ուզեր, արդեն իրանք ստեղ կլինեին։ Մի երկու հատ այդ հարցը բարձրացանել աշխարհում ստեղ կլինեին։ ՀԱԿ Մինսկի խումբը այդ մեկ ստորագրում եք, լուծարում եք։ Բայց մի հատ ասենք ՀԱԿ Մինսկի խումբը ինչի մարդ ստեղծվի։ Բայց եթե ՀԱԿ Մինսկի խումբը ստեղծվի, որ մեզ Արցախի նախագահները տերորիստներ չեն, չէ՞։
որ տերորիստները լինեին ՀԱԿ Մինսկի խումբ կստեղծվեր։ Հələ մի հատ ասա դե մեր ռազմական ղեկավարները բերեք նոր ստորագրեմ։ Ասք եթե սա մի քիչ այդ հարցը բարձրաձայնեին միջազգային ատյաններում, մեր Արցախի ռազմական ղեկավարությունը նաև այն սովորական գերիներն էլ արդեն տունը կլինեին, Հայաստանում կլինեին։ Բայց իրան ձեռ չի տալիս դա։ Ինք ասում է բերեմ ստե ես նստացնեմ կամ սպանեմ, այնա թո մնան ընդ նստեն ընդ մեռնեն, էլի հերրը իրանցից։ Հասկանում եք։ Գլխացավանք են իր համար իրանք։ Դե համար չի բերում։ Բայց նա նախագահը ասաց, ցուցակ է եղել ստերության։ Դե որ ասեց, ուրեմն նախագահան օթում չի ասում։ Հենց այդ տենց եղածել կլինի, այո։ Ուզում հասկանամ, էլի բարոյականություն կամ չգիտեմ որ նորմերով է տեղավորվում, շնորհակալություն հայտնել ցորենի համար, հպարտորեն խոսակցության մասին եւ այսօր քո հայրենակիցները շարունակաբար խոշտանգում են։ Իհարկե։ Այսօր ասենք իրանք գիտենք դե հանգիստ չքնեն։ Այն որ այն Սերժ Սարգսյանն ասել մի արտնացեք sense հեգնելով, թող հանգիստ քնի, չէ՞։ Այդ Նիկոլ իր այդ գրարման, այդ պոստերի մեջ են բանի հարցազրույցի լուսաբացին։ Ասել մի արտնացեք թող հանգիստ, այդ բառը ես վիրասի, արա հանգիստ դու ես քնում։ Սերժ Սարգսյանը ոնց հանգիստ քնի։ Այսօր Հայաստանի ղեկավարությունը պետք է հանգիստ չքնի, քանի դեռ այնտեղ մեր Արցախի ղեկավարները Բաքվի բանտում են։ 90-ական թվականներին Մարիամ ջան, ես միշտ ասել եմ, մեր ղեկավարությունը այն որ ժողովուրդը մրսում էր, չէ՞։ Դու որ մտներ մեր ղեկավարների Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, իսկ առասակ Սերժ Սարգսյանի Քոչյանի ընտանիքներն են դե բամբյուշկեքի տակ էին։ Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Սարգսյան, եթե հետակա այդ մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը մի հատ հետաքրքրվեք, չէ՞։ Իրանք որտեղ որ մնացն են պլիտա չեն վառել սենյակում։ Ժողովրդի հետ մրսել են։ Որ ոնց կարաս դու տականաս, երբ որ ժողովուրդը մրսում է։ Բայց հիմա դու ոնց կարաս հանգիստ մնաս, երբ որ քո ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում է։ Երբ որ Արցախի մեր գերեզմանները թուրքը պղծում ան դե ամեն օր, գիտես որ պղծում է։ Ոնց կարաս հանգիստ մնաս։ Բայց իրանք հանգիստ են, որովհետև իրանք սրդով է դա։ Հո իրանք հորումոր գերեզմանը չի ինձ։ Արցախը պարաները ըստ իրանք թոք էր, պրծանք, կծինք պրծանք։ Ու այդ 5000 երեխեքն էին խանգարում էլի, այդ պարանին։ Դի տաներ կոտոր էր անպայման։ Սա կասեմ։ Տվեք էլի, եթե հարց կա էլի տվեք։